Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոս Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին 13:30-ին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից եւ կուղղվի դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Միանալով Փաշինյանի հրավիրած ուխտերթին քաղաքացիների իրենց աջակցությունը կհայտնեն առաքելական եկեղեցու բարենորոգմանը։ Որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության ինքնիշխանության անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Փաշինյանը հավատացրել է, որ երթը լինելու է խաղաղ, մեջբերում լեցուն քրիստոնեական սիրով, միաժամանակ կոչ անելով տակ հագնվել, քանի որ ցուրտ է։ Քաղաքացիներին ուխտերթի հրավիրելուց առաջ Հայաստանի վարչապետը իր կեցավայրում հանդիպել էր իր հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներին ու միասին մի հայտարարություն էին ստորագրել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց վեհափարի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Հայտարարություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման անվանումը ստացած հայտարարության մեջ նրանք Գարեգին II-ին անվանել են մեջբերում եկեղեցու փաստացի պետ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրագալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի 7 ամիսների ընթացքում Գարեգին II-ը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել։ Տարեմուտի իր ուղերձում վեհափարը կոչ էր արել դադարեցնել մեջբերում եղբայրադավության քայլերը։ Սիրելի հայրենակիցներ, Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը եւ հակադրվել եկեղեցուն։ Իր Facebook-յան էջում գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը Փաշինյանի եպիսկոպոսների հետ կառավարական տանը հանդիպելը համարել է հեգնական, ընդգծելով, որ այդ տունը բարերար Սամվել Կարապետյանն է նվիրել Հայաստանին։ Մեր երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը, ոչ միայն խոսքով, գրել է Կարապետյանը։ Ադրբեջանը կրկին բարձրացրել է 907-րդ լրացման հարցը, այն համարելով ոչ արտիական սահմանափակում, որը Բաքվի գնահատմամբ չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակին։ ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նախագահ Ալիևը նշել է, որ լրացման պահպանումը խոչընդոտում է տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, կարևորելով Բաքու-Երևան պայմանավորվածությունները, առևտրի եւ տրանսպորտային կապերի զարգացումը։ 907-րդ բանաձևը ԱՄՆ կոնգրեսի 1992-ի ընդունված ազատության աջակցման ակտի մի մաս է, որը սահմանափակում էր ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ 907-րդ լրացման պահպանումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վրա։ Հանրապետությունում կան փակ եւ դժվար անցանելի ավտոճանապարհներ, հայտնել է Փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Նորավան Լծեն Տաթև Թթու ջուր Նավուր ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ներքին գործերի նախարարությունը հորդորել է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ստեփան Զմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ שמעתם את הנושאים מתייחס לזה זמן קצר לאחר. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իրանից 400 կիլոգրամ ուրան դուրս բերելու մասին։ Նեթանյահուի խոսքով իրանցի ժողովուրդն իր ճակատագիրը վերցնում է իր ձեռքը, հղում անելով Իրանում տեղի ունեցած բախումներին։ Երեկ Իսրայելի վարչապետը հայտնել էր, որ ողջունում է Իրանի ժողովրդի կողմից սեփական իրավունքների պաշտպանության ուղղված նմանօրինակ քայլերը։ Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ավազի ժամացույցով կարճ տեսանյութ կից գրելով ընդամենը 2 բառ՝ ժամանակն է։ Միջազգային վերլուծաբանները սա համարել են ազդանշան, որ Իսրայելը կարող է անցնել գործողությունների նոր փուլի ընդդեմ Իրանի։
Վենեսուելան ԱՄՆ-ի կառավարությանն առաջարկել է համատեղ աշխատել համագործակցության շուրջ, այս մասին հայտնել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այժմ ԱՄՆ-ն է ղեկավարում Վենեսուելան, որը դեռ պետք է վերականգնել, իսկ ընտրություններ կանցկացվեն այն ժամանակ, երբ հարմար պահը կգա։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դատական նիստը տեղի կունենա այսօր Նյու Յորքի դատարանում Երևանի ժամանակով 21:00-ին։ Վենեսուելայի նախագահին ԱՄՆ զինված ուժերը ձերբակալել էին 3 Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից։ Վենեսուելայի խանութներում եւ բենզալցակայաններում հսկայական հերթեր են առաջացել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների երկրում բենզինի եւ սննդի պակաս կա, խանութների մեծ մասը փակ է։ Սննդի առաքումը նույնպես հասանելի չէ։ Կարակասի որոշ շրջաններում էլեկտրաէներգիա եւ ինտերնետ չկա։ Փողոցները փակ են, մարդիկ խուճապի մեջ։ ԱՄՆ-ի հարձակումից հետո եւ երկրի նախագահի ձերբակալությունից հետո որոշները նույնիսկ լքել են տները։ Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսանք են կազմակերպել Լոռու բնակավայրերից մեկում։ Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են եղջերուները ազատ զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ Այս ցեղատեսակի եղջերուները դրսևորում են հանգիստ վարք եւ չեն վնասում կամ վախեցնում մարդկանց։ Շրջակա միջավայրի նախարարությունը արձագանքել է տեսանյութին եւ բնակիչներին հորդորել ոչ մի դեպքում չմոտենալ, չփորձել կերակրել, չվնասել կենդանուն եւ չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովսկապով։ Նման միջադեպերի դեպքում նախարարությունը խորհուրդ է տալիս ահազանգել Դիլիջան ազգային պարկ։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում կսահմանվի տուգանք 15 միլիոն դրամի չափով։